Սիրելի ծնողների, եթե դուք երեխաներ եք ունեցել, կապ չունի դա աղջիկ է, դա տղա է, դրանք ուրեմն հորոսկոպով օվեններ են, հա, այսինքն խոյեր, դուք ձեր բախտը բերել է ինչու, որովհետև նրանք հատուկ տաղանդ ունեն, դուք կարող եք նրանց սպորտի տալ, դուք երբեք չպետք է նրանց ստիպեք, որպեսզի նրանք ձեր ուզածով անեն, դուք երբեք նրանց չպետք է ստիպեք, որպեսզի ինչ դուք եք ուզում դա անեն, որովհետև խոյին դուք չեք կարող փոքրուց, եթե դուք այդպես վարվեք նրանց հետ, դուք նրա հոգեբանության վրա կարող եք ազդել, նրան կոտրել եւ նա կարող է դաժան դառնալ եւ լրիվ հակառակ process անել։ Այստեղ դուք պետք է մեղադրեք ձեզ, այլ ոչ թե ձեր երեխաներին, որովհետև պետք չի դուք միգուցե լավն եք ուզում, բայց խոյերին դուք չեք կարող երբեք փոխել։ Նրանք բավականին ասացի տեր են եւ դա գալիս է բնությունից տված եւ դուք պետք է դա հաշվի առնեք, թե ինչ է ուզում նրա հետ պետք է հաշվի նստեք, որովհետեւ նրանք բավականին անկախ են, նրանք բավականին ազատ մարդիկ են եւ սիրում են նրանք հենց իրենց կյանքի որոշումները կայացնեն։ Նրանք երբեք չեն ընդունի այն, ինչ դուք եք ուզում նրանք դառնան։ Նրանք երբեք չեն ընդունի այն, ինչ դուք եք ուզում, որ նրանք անեն։ Դուք միշտ պետք է նրանց հետ հաշվի նստեք, որովհետև ձեր ընտանիքում կոնֆլիկտները պատրաստ են, որովհետև այստեղ ծնողներին ես կարող եմ մեղադրել։ Մի փոքր ուշադրություն դարձրեք եւ էգոիստ մի եղեք, նաև ուշադրություն դարձրեք, թե ինչ են ուզում ձեր, հա, խոյ երեխաները, դա կապ չունի աղջիկ է, թե տղա, որովհետև վաղը միսօր, եթե դուք ընտրում եք ինչ-որ մեկին, որ ձեր աղջիկը խոյ է, հա, ծնվել, ինքը պետք է ամուսնանա այդ անձի հետ, դուք չեք ապրելու այդ անձի հետ, հա, այլ ձեր աղջիկն է ապրելու, եւ եթե վաղը միսօր ձեր աղջկա բախտը չստացվեց, աղջիկը ձեզ է մեղադրելու, ոչ թե իրեն, այսինքն դուք իրավունք չունեք նրա կարմայի մեջ մտնել եւ խախտել տիեզերքի օրենքները, որովհետեւ բնատուր խոյը այդպիսին է ծնվել։ Սա հաշվի առեք, սա ոչ մի աստղաբան երբեք ձեզ չի ասի, միշտ հարցրեք, հաշվի նստեք նրանց հետ, որ վաղը միսօր ծանր բեռ չնստի, սիրելի ծնողներ, նաև ձեր վրա, որովհետև նրանք բավականին տաղանդավոր են։